Պարոն Նիկոյան, կցանկանամ անդրադառնալ Ալիևի ռազմապենչ հայտարարություններին, չնայած օգոստոսի խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց, բայց նա չի դադարում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը եւ այդ հռետորաբանությունը շարունակվում է։ Այդ խաղաղության համաձայնագիր ստորագրելը կամ նախաստորագրելը դա միայն Նիկոլի համար էր կուտ, կերակուր, որ Նիկոլն էլ գա իր ընտրողներին, այսպես ասած, այդ կուտը փոխանցի նրանց կերակրի, մտածելով հանդերձ, որ Ալիևը կդիմանա, ինքը կընտրվի, այսպես ասած, այդ խաղաղության կերակրով ինքը կընտրվի, դրանց հետո կանի այն, ինչ Ալիևը պահանջում է, բայց քանի որ Ալիևը համբերատար չի, դրա համար սկսեց շարունակել տարածքային պահանջները Հայաստանից։ Էլի ասում խաղաղություն ես ուզում, հա Նիկոլ խաղաղություն, բայց ես պետքա տաս, ամեն ինչը պետքա տաս։ Խաղաղություն բառն է քեզ հետաքրքրում, այդ խաղաղություն բառը օգտագործի ինչքան ուզում ես, բայց պետքա դու ամեն անգամ իմ պահանջից հետո կապիտուլյացիայի ենթարկես, նսեմանաս եւ ինքը ըստ էության շարունակում արդեն բոլոր բլոգերները այլազգի ասում են, որ սա արդեն անթույլատրելի է, որ հաղթանակած պետությունը շարունակում է պարբերաբար նսեմացնել։ Օրինակ են բերում, որ Ռուսաստանը երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթեց, բայց ինքը գերմանացի ժողովրդին չնսեմացրեց։ Նրա պայքարը Հիտլերի, ֆաշիզմի դեմ էր եւ այլն, դա կարա գերմանացիներ փորձեց ստեղծել ինչ-որ նոր պետություն, նոր հարաբերություններ, խաղաղություն եւ այլ։ Ալիևը չէ, Ալիևի կռիվը հայ գենի դեմ է, հայ էության դեմ է, դա անպայքարի շարունակությունը, որ դարերով մղվել է մեր դեմ։ Գիտեք, եթե Նիկոլը ուզում է պատմական հիշողությունը ջնջել, իսկ Հրանտ Մատևոսյանը ասել է, ով չունի պատմական հիշողություն եւ խոսքը վերաբերում է անասուններին, որոնք չունեն հիշողություն, հա, սա գործ ունենք նման մի դեպքի հետ եւ որը խափում է ժողովուրդը, որը կերակրվում է սին պատրանքներով խաղաղության մասին, դա դառնում է ցեղասպանության մատերիալ, հասկանում եք։ Մի անգամ մենք դրա միջով անցանք, էլի կարող է այնտեղ երիտուրքերի հետ պարլամենտում նստող կամ նարդի խաղացողներ կային, որոնք կարող էին ասել, չգիտեմ ինչեր, որ դա այդպես չի լինի, բայց եղավ, չէ, այդպես եղավ։ Հիմա ամեն ինչը հնարավոր է որ լինի։ Ես կարծում եմ, որ դուք պետք է անցնեք ձեր բուն գործին։ Շնորհակալություն։